Սահմանադրության փոփոխությունը ես հասկացա, որ ադրբեջանական պահանջ է ձեր դիտարկում։ Այո, իսկ զը վաղուց Այդ պահանջի կատարումը լավ, համարենք այդպես։ Պահանջի կատարումը փակում է հարցը։ Փակում է կնճիռը հայ-ադրբեջանական։ Չի փակում, որովհետև կգա ցանկացած հաջորդ իշխանություն ու կփոխի սահմանադրությունը, ինչ։ Էլի այո, այսինքն Ալիևը այդ առումով իրեն կներեք դրել է հիմարի տեղ ու փորձում է տպավորություն ստեղծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը բացարձակապես պայմանավորված է Հայաստանի սահմանադրությամբ։ Եղբայր Նիկոլին պարտադրում եք, հիմա Նիկոլը կգնա այդ սահմանադրական փոփոխությունների, ենթադրենք, կփոխի, որ Նիկոլը հավերժ չի, կգա մի հատ հաջորդ իշխանություն, կունենա քաղաքական կամ կվերականգնի նույն սահմանադրությունը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այդ տեքստի հանելը, մտցնելը, պահպանելը չի լուծելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Այստեղ արդար լուծում է պետք, պարոն Մնացականյան։ Հիմա կոնկրետ այս կոնֆլիկտի արդյունքում Ադրբեջանին հասել է ամեն ինչ, հայ ժողովրդին ոչինչ։ Մենք պետք է հասկանանք, կամ պետք է համակերպվենք այդ իրավիճակի հետ, կամ հաջորդ սերունդները Մեզ չեմ ասում մտածեն ռևանշի մասին, բայց ի վերջում մի բան հասկանանք։ Ադրբեջանում 94 թվականին մտածում էին այնպես, ոնց որ հիմա մտածում են, չգիտեմ, որոշ սեգմենտներ, բայց իրանց մեջ աճեց մի սերունդ, որ իր առաջ քաղաքական կամք դրեց, փոխեց իր երկրի զարգացման ուղղությունը, փոխեց իր երկրի քաղաքական, ռազմական հաշվեկշիռը, ի վնաս Հայաստանի աշխատեցին, հասան իրենց նպատակին։ Հիմա այս փուլում մեզ պարտադրվում է հանուն սեփական իշխանության վերարտադրման փակել հնարավոր ու անհնար բոլոր սողանցները հետագայում ուժեղ մրցունակ ներուժ ունեցող պետության ձևավորման։ Ուժեղ Հայաստանը, կենսունակ, ես այլ ենթատեքստ չեմ տեսնում, իսկապես մրցունակ, կենսունակ Հայաստանը կարող է փոխել իր քաղաքական նպատակները։ Եվ դա ցանկացած պետությանը բնորոշ վարքագիծ է։ Որոշ տերմիններ օգտագործեցիք, միանգամից ուզում եմ հարցնել, որևէ նախասիրություն ունեք, նախընտրություն ունեք այս քաղաքական մենք գոնե ֆավորիտներից ցանկացած։ Ֆավորիտներից ակնհայտ է Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժն է, դա ակնհայտ է, չի քննարկվում այս համար եւ ցանկացած գիտակից մարդ էլ տեսնում է, որ Սամվել Կարապետյանի շուրջ։ Այսինքն դուք արդեն աջակցություն եք հայտնում։ Չէ, հիմա տեսեք, աջակցության մասին չի խոսքը, փաստի արձանագրում է։ Հիմա տեսեք, մենք արձանագրում ենք հետեւյալը, որ քաղաքական դաշտում իդեմը Սամվել Կարապետյանի հայտնվել է նոր դերակատար, որը խախտել է բոլորի խաղաքարտերը, հայտ է ներկայացնել։ Հիմա տեսեք, եթե իրենք չլինեին, բոլորովին ուրիշ իրավիճակ էր ձևավորվելու քաղաքական դաշտում։ Իրենք մտել են իրենց ներուժով, իրենց ռեսուրսներով եւ հայտ են ներկայացնել բավականին հավակնոտ, որ փոխել են իշխանությունը։ Այ հիմա տեսեք, Ռոբերտ Քոչարյանը եթե նորի մտներ, դա նորություն չէր։ Մենք տեսել ենք նրա անցած ճանապարհը 5 տարի, Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը ոչ միայն 5 տարի, այլ 10, 20, 30 տարի։ Ես խոսում եմ նոր դերակատարի մասին, որը ունի ռեսուրսներ, պոտենցիալ եւ իր շուրջ ձնագնդի էֆեկտով ուրեմն մեծացող ընտրազանգված։ Սա ասում եմ այս պայդրությամբ, վաղը մի ամիս հետո, երկու ամիս հետո ինչ կլինի, ընտրությունների արդյունքը ինչ կլինի, չեմ կարող ասել։ Մենք լավ, գոնե կարող եք ասել, ինչու չի հաջողվում ընդդիմությանը միավորվել։ Դա բազմաշերտ է, դուք տեսեք։ Չէ, բազմաշերտ է, բայց մի նպատակ են հայտարարում, չէ՞, բոլոր ընդդիմադիրները։ Դուք ում նկատի ունեք, ում միանա։ Ովքեր որ այսօր հայտ են։ Ասենք ես չեմ պատկերացրի, որ Սամվել Կարապետյանը պետք է միանա Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Գագիկ Ծառուկյանը։ Ճիշտ հակառակը, մտածում եմ, որ իրենք մտել են խաղի մեջ Սամվել Կարապետյանի խանգարելու համար։ Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը որն է, ես չեմ հասկանում։ Կամ Գագիկ Ծառուկյանը 2007 թվականից զբաղվում է քաղաքական գործունեությամբ բոլոր ընտրությունների ժամանակ, այսինքն ինքը որպես գործիք օգտագործվել է բոլոր իշխանությունների կողմից։ Հիմա այդ մարդը ինչ է ուզում անի։ Իսկապես մտածում եք, որ իրենք հիմա այն ժամանակն է, որ իրենք պետք է վարչապետ առաջադրելու ուղղված մանդատներ ստանան, նման հավակնություններ ունենան, ակնհայտ է, չէ, որ իրենց քաղաքական այս գործընթացներին ներգրավելը ունի կոնկրետ քաղաքական դրդապատճառ։ Կամ Ռոբերտ Քոչարյանը չի պատկերացնում, կամ չի հաշվարկում, շատ լավ էլ հաշվարկում են, պարոն Մնացականյան։ Կոնկրետ իմ խորին համոզմամբ իրենք այս գործընթացի մեջ են, այդ իշխանության քարոզչական մեքենան է աշխատում, որ Գյումրի 2-ն անելու,
Եթե այս մարդկանց իրական նպատակը այս իշխանությանը հեռացնելն է, բոլոր քիչ թե շատ գիտակից մարդիկ շատ լավ հասկանում են, որ անհրաժեշտ է համազգային կոնսոլիդացիա, համազգային համախմբում, մինուս մի քանի ուժեր, որը տեղի չի ունենում։ Որը տեղի չի ունենում, հասկանում եք, որը տեղի չի ունենում։ Հիմա եթե տեղի ունենա համազգային կոնսոլիդացիա, Ռոբերտ Քոչարյանի շուրջ 2021 թվականը վկա, ակնհայտ էր, որ տեղի չունեցավ համազգային կոնսոլիդացիա։ Հիմա Գագիկ Ծառուկյանի շուրջ առավել եւս տեղի չի կարող ունենալ այդ կոնսոլիդացիա։ Հիմա այդ մարդիկ վստահ եմ, ինձանից շատ լավ պոտենցիալ ունեն հաշվարկելու։ Ես չունեմ այդ նյութական միջոցները սոցիոլոգիական հարցումներ պատվիրելու։ Իրանք ունեն, չէ՞։ Իրենք չեն պատկերացնում, ընդ որում իմ ունեցած հավաստի տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի անձի ռեյտինգը ավելի մեծ է, քան շատ ու շատ այլ քաղաքական ուժերի։ Այսինքն ինձ համար ակնհայտ է, որ իրենց նպատակը ոչ միայն իշխանության չգալն է, ոչ միայն իրանք շատ լավ հասկանում են, այլ իրենց նպատակը նաև կոնկրետ ուժի կամ այդ համախմբման process-ին խանգարելն է։ Շատերի նպատակը կլինի ոչ թե իշխանության գալ, ոչ հրապարակային նպատակին, այլ գտնվել քաղաքական նավում Հայաստանում։ Գիտեք, քաղաքական նավում գտնվելը շատ հարաբերական է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի նման մարդը 10 տարի ոչ միայն քաղաքական նավից դուրս էր, այլ ընդհանրապես իրանց տանը նստած էր, բայց դա չխանգարեց, որ ճիշտ ժամանակին հայտնվեր քաղաքական process-ների մեջ ու դառնալ նոր քաղաքական գործընթացի ճարտարապետը։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք կամ նրա գոյության պայմաններում մեր քաղաքական կյանքը այնպեսի հախուռն է, այնպեսի քաոսային է, որ 2026 թվականով կյանքը չի ավարտվելու։ Նիկոլ Փաշինյանը առավել մեծ խաղադրույք է դրել, ասում է ընտրություններից հետո մենք դնելու ենք հանրաքվեի։ Օրինակ ես ինքս մեր քաղաքական ուժը տեսնում ենք այդ սահմանադրական գործընթացում առավել մեծ դերակատարություն։ Ես կարծում եմ, որ պետք է ձևավորվի սահմանադրական շարժում եւ այդ ամբողջ գործընթացը պետք է իսկապես հանրությանը ճիշտ աշխատելու պայմաններում հանրությանը բացատրել, որ սահմանադրական փոփոխությունները նախ ֆեյք են, ֆեյք օրակարգ են եւ չեն բերելու խաղաղություն եւ Նիկոլ Փաշինյանի ուրեմն այս գործադրած ջանքերը սահմանադրությունը փոխելու միտված են աչքակապությանը եւ կոնկրետ Ադրբեջանի պահանջը կատարելուն, բայց առանց երաշխավորության, որ այդ պահանջը կատարելուց հետո տևական խաղաղություն կհաստատվի։ Հիմա այս ձեր նկարագրած կոնֆիգուրացիան ում է ձեռնտու ավելի շատ։ Ներսում թե դրսում։ Ներսում։ Այս բորշեփել է Նիկոլ Փաշինյանը, այո, բորշեփել է, բայց գիտեք ինչ, այստեղ մեծագույն մի խապկան կա, Նիկոլ Փաշինյանը մեծագույն մոլորության մեջ է, որ հաղթել է, եթե 18-ին 21-ին կհաղթի նաև բոլոր ժամանակներում։ Ի վերջո մի պահ գալու է, որ ինքն էլ է պարտվելու։ Ոչ ոք, իսկապես ոչ ոք, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, որ հատակին հայտնվում են առաստաղից։ Այդ ինքը ոչ ցմահ է եւ ոչ էլ, չգիտեմ, ունի է ներուժը եւս մի քանի տարի լեգիտիմ առումով ղեկավարելու, այսինքն ինքը ստեղծել է մի իրավիճակ, որ ցանկացած պարագայում իր գործունեությունը Հայաստանի քաղաքական դաշտում ամեն օր իջացնում է իր քաղաքական վարկանիշը, որովհետեւ ձեզ համար պարզ դառնա, պարոն Մնացականյան, շատ կարճ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքը ստացել է 884,000 ձայն։ 3 տարի անց պատերազմից հետո ինքը 2021 թվականին ստացել է 680,000 ձայն։ Անհավանական բան է միջելը։ Անհավանական բան եմ ասում, բայց ստացել է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չլինեին, ինքը այդքան ձայն չէր ստանա։ Այդքան ձայն ինքը ստացել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չվերադառնան իշխանության։ Հաջորդը, որտեղ աշխարհում նաև չկար նախադեպ, որ պարտված քաղաքական ուժի ղեկավարը, պատերազմի մասն է խոսքը, կստանա նման ուրեմն աջակցություն սատարում։ Հիմա իրենց իսկ հրապարակա սոցիոլոգիական հարցումներով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը տատանվում է 24-ից 30%, ճիշտ է։ Բայց մնում է ամենաբարձրը։ Թողենք, հասկանալի է, այդ նույնիսկ ամենաբարձրի պայմաններում, հարգելի պարոն Մնացականյան, եթե նույնիսկ առավելագույնով չափենք 30%-ով, դա նշանակում է 680,000-ի կեսն է։ Հասկանում եք, այսինքն մոտավորապես 300,000 ձայն ունի այսօր Նիկոլ Փաշինյանը։ Բայց հիմա թողենք ով ռեյտինգ ունի կամ ով չունի։
Ես ուզում ուրիշ հարց տամ։ Ընկեր, քո ռեյտինգը խի է 50%-ով իջել։ Դու եք ինչ ես արել, որ դու այտենց 50%-ով գահավիժել եք քո վարկանիշը։ Մի հատ 5 տարվա Ինչ Թրամփի եղբայր թողեք կլինի Թրամփին հանգիստ թողնենք։ Մեզ մեր Թրամփն է։ Եթե մենք Թրամփին հանգիստ թողնենք, ինքը մեզ հանգիստ չի թողնի։ Հասկանալի է հարցի ուրեմն իմաստը, բայց բոլոր դեպքերում մենք գործ ունենք կոնկրետ գործընթաց է, չէ՞։ Այսինքն ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ես հասկացա, ձեր տրամաբանությամբ շատ ցածր մասնակցությամբ ընտրություններ են սպասվում։ Այո, սա մեկ եւ երկրորդը, Եվ տարալուծված ձայներով։ Տոկոսային հարաբերակցությամբ Չէ, ես դեռևս չեմ բացառում, որ տեղի կունենա ինչ-որ պորտկում կամ համախմբում, որտեղ ժամանակ կա։ Ձեր պատկերացմամբ ընդգծված առաջնորդ չի լինելու այս, ֆավորիտ չի լինելու այս ընտրություններում։ Ֆավորիտի պոտենցիալ հավաքությունը Որը օրակարգ Սաղել Կարապետյանը ունի 50+1 50+1 գիտեք ինչ, մարտի 31-ին 2018 թվականին, հարգելի պարոն Մնացականյան, երբ որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից իր պայուսակը, ուսապարկը գցեց մեջքին սկսեց քայլել, մենակ Խելագարը կարող էր ասել, որ ընդամենը 23 օր հետո Սերժ Սարգսյանը ասելու է ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր։ Մեր քաղաքական դաշտի տրամաբանությունը եւ մեր հանրային տրամադրությունները այնպեսին են, որ չի բացառում վերջի 10 օրում կարդինալ փոփոխություններ տեղի ունենան։ Դրա համաձայն եմ։ Ես ուրիշ բան էի ուզում ասեի, ավարտենք, որ հետեւյալը։ Նիկոլ Փաշինյանը ինչու է այսօր խոսում երկու բառից՝ պատերազմ ու խաղաղություն, հասկանում եք, դա ուրիշ բան չունի ասելու։ Ուր է նրա քաղաքական մենյուն։ Ինքը պետք է այսօր ասել ես այսքան գործարան եմ ստեղծել, աշխատատեղ եմ ստեղծել, սա եմ արել, սա ոչ մի բան չի արել։ Այդ գործարան աշխատատեղը առանց խաղաղության ինչպես կարելի է ստեղծել։ Առանց խաղաղության։ Բասմա խաղաղություն են բերել։ Ինքը չի ասում խաղաղություն են բերել։ Բա որ խաղաղություն ես բերել, 2 տարի խաղաղություն եք բերել, ասում եք մի փամփուշ չի կրակվել, ճիշտ է։ Պարոն Մնացականյան, դա ամենաիդեալական ժամանակահատվածը չէր 2 մետր Ադրբեջանի հետ դելիմիտացիա անելու։ Դեմարկացիա անելու։ 2 տարվա մեջ։ Ակնհայտ է չէ որ մեծ ֆեյք է, խաբեություն է։ 2 տարի դուք ինչով եք զբաղված։ Մեհեր Գրիգորյանի ու Մուստաֆային Մուսա, հա, իրանց փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովները։ Այսինքն, եթե դուք մեր ժողովրդին ասում եք խաղաղություն, հա, փաստացի, բայց սրանից լավ ժամանակահատված։ Բայց բերեք մեր աչքնել ցույց տայեք, ասեք, տեսեք ժողովուրդ ջան, հիմա խաղաղություն է, այս 2 տարվա մեջ 10 կիլոմետր արեցին։ Բայց խաղաղություն չի նշանակում հարցեր չկան երկրների միջև, չէ՞։ Այդ հարցերը միշտ լինելու են, պարոն Մնացականյան։ Նույնիսկ Վրաստանի հետ մենք մինչև հիմա ունենք հարցեր դելիմիտացիայի, դեմարկացիայի։ Այդ հարցերը առավելևս Ադրբեջանի հետ միշտ լինելու են։ Միշտ։ Քիչ որ Ռուսաստանի հետ, Իրանի հետ պատերազմի մեջ չենք, նրանց հետ հարցեր չկա։ Մենք մեր ժողովրդին պետք է բերենք այդ կոնդիցիայի, որ ցանկացած երկրի հետ մենք միշտ ունենալու ենք հարցեր, այդ առավելևս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Բայց ես ուզում եմ հասկանալ, այդ հարցերի լուծումը մենակ Հայաստանին է, Ադրբեջանում հեչ հարց չկա, որ պետք է լուծվի։ Սրա մասին է խոսքը։ Հարցերը շատ են, բայց ենթադրում եմ այդ հարցերի հանգուցալուծումը հունիսի 7-ից հետո է սպասվում։ Այո, ես հունիսի 7-ը չեմ համարում ավարտ, ճիշտ հակառակը, հունիսի 7-ից հետո սկսվելու է իրական քաղաքականությունը։ Ինձ համար ակնհայտ է, որ որոշ քաղաքական սեգմենտներ այս ընտրություններից հետո, օրինակ անկեղծ եմ ասում, էլի ես Ռոբերտ Քոչարյանը չի պետք է հիմա մասնակցել ընտրությունների, Նիկոլ։ Այն չի պետք է Գագիկ Ծառուկյանը չի պետք է հիմա մասնակցել ընտրությունների։ Էլի ուժեր կան, ես ուղղակի ինչի մնացին այս մարդիկ քաղաքական դաշտում 5 տարի, դու որ եկար իշխանության, դու լրիվ ուրիշ բան էիր ասում։ Ասում էիր մեր երկրում պետք է ընտրակաշառք բաժանող կուսակցությունները փակվեն, դադարեցնեն իրենց օլիգարխները պետքա չգործեն, Հայաստանում պետքա, ինչի մեր քաղաքական ուժը այսօր պետք է կենսունակ չլինի, չենք լապել, չենք թալանել, չենք կեղծել, միլիոնավոր դոլարներ չենք դիզել, այսինքն դու ստեղծել ես մի հատ ֆեյք կառավարման քաղաքական համակարգ, որ այս երկրում ով փող ունի ինքը պետք է մասնակցի քաղաքական ընտրություններին։ Մի հատ նայեք թե իր օպոնենտները ովքեր են, պարոն Մնացականյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, այսինքն Հայաստանում
մենակ հնարավորություն նյութական ահռելի անչափելի հնարավորություն ունեցող քաղաքական միավորները։ Սամվել Կարապետյանի մասով բան չեմ ասում, մարդը իր ամբողջ գործունեության ամբողջ Հայաստանից դուրս է աշխատել, ստեղծել է։ Ընդ որում մեր կուսակցության հիմնադիր համագումարում 21 թվականին ես ասել եմ Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր, որտեղ ուզում են աշխատած լինեն Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, աշխարհում մենք ունենք բազմաթիվ մեծահարուստ հայրենիներ, Իսրայելը ո՞նց է դարձել Իսրայել, իրենց հարուստ ազգակիցների ներուժով։ Մենք պետք է կարողանանք այդ բոլոր ներուժ ունեցող հայերի հնարավորություններն ու ռեսուրսները բերենք Հայաստան, ուժեղացնենք Հայաստանը։ Սա է իմ ընկալումը։